Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռևս 92 թվականի մարտ ամսին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 22 թվականին Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ, ընկրկելով Ադրբեջանի պահանջի արժ։ Եվ ինչ ստացանք։ Ադրբեջանը որևէ բան զիջեց։ Խոսում եք, մենք զիջեցինք, իրանք զիջեցինք, փոխզիջում եղավ։ Վերջի ադրբեջանական երկու կետերը իրենց պարտադրանքի արդյունքում զիջեցինք։ Ինչ տեղի ունեցավ։ Մենք փորձեցինք 3 ժամ շարունակ Արադ Միրզոյանից գոնե մի զիջում Ադրբեջանի կողմից հիշատակի, որ ինքը հիշատակի, ասա այս հարցն էլ Ադրբեջանն է զիջել։ Դա համար ստեղ խորհրդանում դուք որ պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած ֆաշիստ, արտահանձնել Ադրբեջանին հենց թեկուզ մեկը ինձ կոչելով ռևանշիստ, մեկը դրանից խաղաղությունը չի մոտենում։ Եվ հիմա ստեղ օգտվելով հարցից իրավունքից ուղղակի ասում եմ, նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան հարցի համար։ Ես անում եմ արձանագրում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա առաջին մասը։ Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելուն։ Հետո ես այդ թեմայով նույն ելույթը ընդ որում ուզում եմ արձանագրել, որ անվտանգության խորհրդում ընդլայնված կազմում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չեն կարել եւ ես ներկայացրել եմ կառավարությանը, հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կազմով քննարկմանը, որտեղ էլի ընդլայնված կազմով, որովհետև կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։ Ես ուզում եմ ասել, որ ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը ըստ էության հրապարակային հնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույցում այն բանի, որ ես ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Ես դա դրա համար եմ ասում, որովհետև եթե դա գաղտնիք է արտաքին լսարանի համար, ներհայաստանյան լսարանի առաջ ես գաղտնիք չունեմ։ Եվ այդ առումով ես արձանագրում եմ, այո, ես ասում եմ իմ դիրքորոշումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակենք։ Կրկնում եմ, ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Համեցեք պարոն Խաչատրյան։ Քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Համեցեք։ Դուք Ղարաբաղյան շարժումը դադարեցրեցիք Պրագայում
մայիս ներողություն, հոկտեմբեր ամսին, բայց շարժումը շարունակվում է։ Իհարկե, դուք կարող եք շարժումը շարունակողներն արտանձնել, եւ ձեր կուսակիցներից մեկը ասել շատ ուրախ կլինենք։ Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ այստեղ ադրբեջանցիները նստեն արևմտյան, քան թե մենք։ Ամեն դեպքում հարցից դուք էլ չպատասխանեցիք։ Գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է։ Ասում եք, ես Հայաստանի ներսում գաղտնիք չունեմ։ Հայաստանի ներսում ենք։ Ինչի՞ եք ֆրակցիային ուզում ասեք։ Հեսա բոլորին ասեք, քանի ժուրնալիստներն էլի բրբրթոսով չեն հանեօթյակից։ Ասում եք Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Չգիտեմ դուք դա ինչպես եք սահմանում, բայց օրինակ ԵԱՀԿ-ն տարածքային ամբողջականությունը սահմանում է լրիվ այլ կերպ։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000, չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Եթե պարոն Արշակյանը կես րոպե ժամանակ տա, կարող եմ կարդալ, այլապես խորտ կտամ ձեզ կառավարության անդամներին եւ մնացյալներին կարդալ, թե օրինակ ԵԱՀԿ-ն ինչպես է դա սահմանում։ Հիմա ուզում եմ ասեք, մի զիջում, որ Ադրբեջանը արած լինի, դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Շնորհակալություն։ Ես ասի, եթե դուք ցանկություն հայտնեք, ես ասում եմ պատրաստակամ եմ, ընդ որում ես իմ տեքստը գրավոր բաներով ա եղել, գրավոր այսպես պարբերություններով, որը ես հատուկ նաև բոլոր դեպքերում էկրանին արտահայտել եմ, այդ նույն տեքստը պատրաստ եմ ներկայացնել ձեզ, ինչ ասում եմ, չեմ կարող այստեղ ասել, կարճ, հիմա ասեմ կարճ, իսկ եթե կարճ, երբ որ դուք ձեզ պետքա ԵԱՀԿ-ին բան եք անում, հղում եք անում, ես էլ ասում եմ, գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինչ ասեմ, այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք եւ ինքնուրույն դա հասկանանք եւ այդ կետից սկսած այն թոկի պատմությունը պատմել եմ, նորից չպատմեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մեր բազմաթիվ հանդիպումներում քաղաքացիների հնչող ամենաշատ հարցը թոշակների բարձրացմանն է վերաբերում։ Ցանկանայի, որ դրան ավելացնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եւ կառավարությանը դիմել բարձրաբանելու համար, թե երբ ենք նախատեսում քայլեր ձեռնարկել կամ հաշվարկներ անել նվազագույն աշխատավարձ եւ կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան։ Վերջերս կառավարության նիստում կամ խորհրդակցության ժամանակ, չգիտեմ, չեմ հիշում որտեղ եմ ասել, ես այդ թեմային անդրադարձել եմ եւ խոսել եմ այն մասին, որ կարծում եմ, որ կենսաթոշակների ցանկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ պարզ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որովհետև տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում եք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։
Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բա մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ խփեմ։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեմ, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որովհետեւ պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք։ Ատեստավորմամբ ենք ավելացնում, որ ու ճիշտ ենք անում, որ ատեստավորմամբ ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունը մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ հայկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինչ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ, ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում, իրանց պետքա թոշակավորել, եթե պաշտոնյան է, որ ձեռը կտրել ենք, աթոռն է տակից անել ենք, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ, մահացած մարդը չի կարող ցուցակից դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ, կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Այդ եմ ասում, նոր մարդը չի կարող թոշակավորվել։ Հետևաբար եւ ընդհանրապես սոցիալական հարցերում շատ կարեւոր մի հարց կա, մենք պետքա մեր երկրի մոդելը հասկանանք, մենք ինչ մոդել ենք ուզում։ Իմ կարծիքով մոդելը հետևյալն է, որ մենք պետքա աշխատենք արդյունավետ, վաստակենք շատ, որպեսզի շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը, որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ, պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարող ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպես այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդու վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց, հաջորդ օրը գնանք տենանք, ինչ է իրավիճակը, իսկ իրավիճակը նույնն է, էլի չունի հաց, ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ և չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք,
Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է, եկեք մի հատ կանգնենք։ Եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ո՞նց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը, ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, Աստված չանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած այն դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թեքիտ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության որ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։ Արձագանք համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում։ Մասնավորապես տեսեք, մենք եթե 10%-ով ցանկանանք թոշակները բարձրացնել, դա կկազմի մոտավորապես 24 միլիարդ դրամ տարեկան։ Հիմա տեսեք, մենք այսինքն 4000 դրամի մասին է խոսքը, եթե բարձրացնենք, կկազմի 24 միլիարդ դրամ։ Հիմա տեսեք, մենք օրինակ մի փոփոխությամբ օրենսդրական 13 միլիարդ կարողացանք լրացուցիչ հարկեր գեներացնել խաղային բիզնեսից։ Այսինքն մենք 5%-ի խնդիրը լուծեցինք ճիշտ հարկման ճանապարհով, արդյունավետ հարկման ճանապարհով։ Եվ կան բազմաթիվ նման հնարավորություններ։ Ես կողմ եմ ավելի շատ հարկերի բազան ընդլայնելուն։ Այն ինչ որ ասացի, դուք ասացիք, որ այդ ճանապարհը մի քիչ վտանգավոր է, ռիսկային է։ Այո, մենք պետք է գնանք հարկերի բազան ընդլայնելու, այսինքն գործարաններ կառուցելու ճանապարհով, նոր արտադրատեղեր ստեղծելու հնարավորություն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն։ Մենք ավելի շատ հարկեր գեներացնելու շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ պետք է օգտվենք։ Այն նույն պարոն Սուքասյանի ասած հնարավորությունը, այն որ ես եմ ասում, այդ հանքավայր որ դուք եք ասում ամուսարի շահագործումը, դրա շարունակականությունը, այսինքն հարկման բազայի ընդլայնումը կբերի հնարավորությունների։ Մենք ոչ թե պետք է եղած հնարավորությունների սահմաններում հարկերը բարձրացնենք դրանով կարծելը, որ մենք հարցը կլուծենք։ Ոչ, հարկման բազան պետք է ընդլայնենք։ Շատ մարդ պետք է աշխատի, պարոն վարչապետ, որ շատ հարկեր գեներացնեն, որ թոշակները կարողանանք բարձրացնել։ Սա մասին է խոսքը։ Խնդրեմ այս ուղղությամբ մտածենք։ Համաձայն եմ, պարոն Բագրատյան, բայց տեսեք, երբ որ դուք ասում եք մենք գործարան կառուցենք, ես լարվում եմ։ Ինչի, որովհետև մենք կներեք, մենք այսօր հələ նոր ուզում ենք սովորենք մանկապարտեզ ու դպրոց կառուցենք։ Դուք ասում եք գործարան կառուցենք։ Էդ էլ է բան, իմիջայլոց, բա ինչի գործարան դպրոց ու մանկապարտեզ կառուցել, չգիտենք։ Էս էլ արդեն մի քիչ ուրիշ տրամաբանությամբ էլի հետ պետք է գնանք կամ դպրոց եւ բու։ Մենք ամեն ինչ պետք է ստեղից սկսի։ Ինքնախոստովանությունից, որ մենք խնդիրներ ունենք։ Մեր բոլոր խնդիրները կապված են կրթության հետ, մեր կրթության հետ։ Ընդ որում արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, արդյունաբերության, տնտեսության ամեն ինչը կապված է կրթության հետ։ Մենք կրթության կարիք ունենք։ Մենք ինչ խնդրեմ որ ունենք մի բանի պատճառով, որ մենք չգիտենք այդ խնդրի լուծումը։ Մենք խոսում ենք ամբիոններից խոսում ենք, բայց երբ որ գործիքները տան, ասեն շատ լավ խոսում ես, արի գնա լուծի, կպարզվի, որ դա այդքան էլ պարզ բան չի։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան, հաջորդ հարցը Մարամես։ Շնորհակալ եմ։ Հարցը սողում եմ ներքին գործերի նախարարին։
Տիկին նախարար, դուք էլ գիտեք, որ երկար ժամանակ է անդադ արձանագրում ենք խնդիրներ անձնագրային ոլորտում, սակայն հիմա մի փոքր բարելավում ունենք, նոր հերթագրման համակարգը կամ շրջիկ ծառայությունները եւ այլն, սակայն ես այսօր կցանկանայի տեղեկացնեք մեզ, թե ինչ փուլում է գտնվում նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը։ Մրցույթ կայացել է թե չէ, հստակ ժամկետներ կան գործարկման, թե ոչ։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցադրման համար։ Պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակներում իրականում մենք բավական մեծ հսկայածավալ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին ի վերջո մատուցել Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք։ Հակառակ դեպքում ձեր կողքի ապրող վատ ապրողը, թոշակառու տատիկը, դուք ոչ թե փորձելու եք իրան օգնել որպես հայրենակից, այլ ասելու եք փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում։ Այդ ո՞նց է ստացվում։ Խաչիկ Սուքյասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցերիա է սարքում, բանկ է սարքում, կառավարությունը չգիտի ոնց սարքի։ Բա խեկդ է նստած։ Խեկդ է նստած։ Ձեր ամբողջ աշխատանքը զերոյացնում, ասում է բան չգիտեք, որ չգիտեք խեկդ է նստած։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, շարունակելով Խաչատրյան Արտուրին։ Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյան էին ասում Ղարաբաղյան շարժում չպետք ալնի։ Հետո Սուսլովներ ասում չպետք ալնի, Կևորկովներ ասում չպետք ալնի, Էլչիբեյը, Մութալիբովը, այսպես ասում են։ Բայց Ղարաբաղյան շարժումը կար։ Ես ճիշտ ասած մինչև հարցից պատրաստվելը գնացի փորձեցի նոթագրեմ, որ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար։ Հայաստանում եւ Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է եւ ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ եւ անկախ ապրելու մեր ճակատագիրը կերտելու եւ մեր ապագան տնօրինելու վճռականությունը։ Հետերվարյան շարժումը հայոց վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որը ոգեշնչեց միլիոնների, մենք վերագտանք մեր ազգային միասնություն եւ այլն։ Ճիշտ ասած, չի հասցնի այդքան գրեի, դրա համար Նիկոլ Փաշինյանի 22 եւ 19 թվականի ուղերձներից մեջ բերում էր։ Թոքի մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բյուջեի քննարկման ժամանակ ելույթումը տեսած է։ Հարցը ձևակերպեք, 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ի նկատի ունենալը Իսրայելորի բան ստրկացնում են։ Պարոն Մանուկյան, ժամանակը ավարտվել է, հարց ձևակերպեք։ Արագ վերջացնեմ։ Անջատեք պարոն Մանուկյանը, խոսակ։ Դա ինչ է նշանակում չի ավարտվել։ Դե պարոն Մանուկյան, երբ որ ձեզ բան եմ ասում, ուշադիր եղեք լսեք, ասում եմ հարցը ձևակերպեք։ Հիմա հարցը ձևակերպեք։ Սպասեք մի րոպե, թող միանա միկրոֆոնը, որ Դիմոն Նիկոլ Փաշինյանի ուրիշներին կրթվելու դաս տալու փոխարեն ինքներդ կրթվեք։ Այն օրը հարցազրույցում Մինսկի խմբի ձևակերպում եք տվել, որ Մինսկի խումբը ձևավորվել է Ադրբեջանում տարածքում կոնֆլիկտի համար։ Գոնե Վիկիպեդիա կարդացեք։ Հարց ունեմ էլի, լավ ինչ հարցամ։ Այնուամենայնիվ կարձագանքի պարոն վարչապետը համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, եթե դուք ուղերձներն եք իմ մեջ բերում, ես ձեզ ավելի կարևոր բան կասեմ, ես իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, ես այդ ժամանակ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում եւ այլն։ Հա ինչ այդ ուղերձները, որ մեջ բերում եք, այսինքն ինչի համար եք, բա հենց դրա մասին է խոսքը։ Հենց դրա մասին է խոսքը։ Բայց հենց դրա ապացույցն է, որ այդ օրակարգի մեջ ընենք չի, որ մենք վայ ուրիշ տեղից եկել ենք, ուրիշ միջավայրից եկել ենք եւ ուրիշ բան ենք ասում։ Բայց մեր անցած ճանապարհն է, պետք է մի հատ հետ նայենք, պետք է մի հատ վերլուծենք։ Էդ էլ է կրթության մաս։
Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության եւ իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում, այդ թվում այս հարցերի արձանագրման համատեքստում։ Եվ այո, ասում եմ, արձանագրում եմ։ Այդ բանը, այդ ուղերձները գնացել եք բան թակուն ձեր ծանոթների միջոցով եք գտել, այդ ուղերձները իմ կայքում, իմ էջերում դրած է։ Դա ինչի մասին է բան անում։ Հիմա եկեք, եթե մենք էլ տենց փորփրենք գնանք 88 թվականին եւ 90 թվականին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները հələ բացենք նայենք։ Մենք մի հատ տեսնենք թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրված։ Այդ ինչի համար եք տեսարաններ, վայ երեխեք բան չսովորեք, հա, թող չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին պետքա չլինի քաղաքական ուժը եւ падգամավորը։ Բայց հիմի այդ որ ասում եք հարևանին չի օգտվելու, ես իմ սեփական փորձից եմ ասում, ես ոչ թե իմ սեփական միջոցներով, պետական բյուջեի միջոցներով օրական տասնյակ մարդկանց հանձնարարում եմ, որ օգնություն ցույց տան, եւ ես հետեւում եմ այդ մարդկանց հետ ինչ է տեղի ունենում։ Ոչ մի բան, իրանք նորից են այդ նույն նամակը գրում։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ, եւ ես դեմ չեմ։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդկանց կյանքում ինչ է փոխվելու, ինչ է փոխվել։ Եվ մենք մարդկանց այդ օգնություններով ստրկացնում ենք։ Այդ ձեր իշխանության քաղաքական գիծն է եղել, որ լավ է 5000 դրամ արի քաղաքական դրախտ է։ 5000 դրամով կարելի է մարդուն ոնց ասես կառավարել։ Բա այդ է եղել ձեր ամբողջ քաղաքականությունը։ Բայց եթե ձեզ համար կրթությունը կարևոր էր, ինչ ենք մենք այսօր ընկել բան, դպրոցում անկապարտեզ կառուցելու մասին խոսում։ Երկրում տասնյակ դպրոցներ, հարյուրավոր դպրոցներ բան չունեն, մարզադահլիճ չունեն, որ երեխեքը բան ֆիզկուլտուրա անեն։ Բայց դրա համար սերունդի կեսը ինչքան հիվանդությունների ցանկ կա, պետք է բան լինեն, այդ հիվանդությունների ցանկին համապատասխան են։ Բայց Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Արձագանք։ Եվ ասում եմ, էլի ասում եմ պաշտոնապես, այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես Հայաստան ասում եմ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կգաք այս ամբիոնից բան կանեք։ Կշարունակեք։ Արձագանք, խնդրեմ։ Որևէ մեր հայրենակցին օգնելը Նիկոլ Փաշինյանը իր ջեբից չի անում փող տալիս, է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի ջեբում բանել չկա որ օգնի։ Հա, վայ քորանամ ես։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա համաձայն մեկ չգցեք 21 թվականին այն խոստումը որ քաղաքացին ասեց լավ ջանդամ թող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, բայց այս ընթացքում ես վստահ եմ մի օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելու է, դա վստահ եք։ Մեկ էլ հիմա ոնց որ հասկանում եմ Ադրբեջանի այդ ստորագրված թղթի կետերը սկսել եք կատարել, այսինքն ի՞նչ է նշանակում սպառնում եք էդի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ՊՊՑ-ին էլ կանչեք մեզ դահլիճից անեն։ Հա, էդի ձեր գործն է, չէ ինքս է կարա ասի, ասում է, հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։ Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Պարոն Մանուկյան, հայ ժողովուրդը դե յուրե որոշումներ կայացնելու մեխանիզմ չունի։ Դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ ունի հարաքվեների մեխանիզմ,
ընտրությունների մեխանիզմ եւ այլն եւ այլն։ Այդ ձեզ պետք է այդ ապա կամ արտապետական մոտեցումը, ինչից հայ հեղափոխական դաշնակցությունը օգտվել, ասել է հայ ժողովուրդը դե սենց է, հայ ժողովուրդը սենց է մտածում, դե գնաց դուգի։ Ով է որոշել, ինչ իրավունքով, ընդհանրապես ինչ իրավունք ունեք դուք, ես կարող եմ ասել, ես ինչ իրավունք ունեմ խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Դուք ինչ իրավունք ունեք հայ ժողովրդի անունից խոսել։ Այդ մասով, բայց ոչ ավել։ Ոչ ավել։ Լրություն, դալիճում, լրություն։ Արմենեսյան։ Այո, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը։ Դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, ես էլ ներկայացնում եմ ժողովրդին եւ նրա կողմից հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ջուլիետ Ազարյան, համեցեք։ Շնորհակալություն, հարցը ուղղում եմ կառավարությանը, վարչապետը թող որոշի ով կպատասխանի հարցին։ Այսօր մամուլում շատ արագորեն տարածվեց մի ձայնագրություն, որ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունենան, եւ ես կարող եմ ասել, որ այն, որ դուք ասում եք, որ որևէ դուրս պրծուկ չի կարա Հայաստանի քաղաքացու, Հայաստանի ընտրողի կամքին բռնանա։ Եթե որևէ դուրս պրծուկ փորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրության կամքին բռնանա, ինքը շատ արագ կհայտնվի, որտեղ ասեմ, ասֆալտին, ամենաարագը տեղը։ Մնացածը թող գյումրեցիները ասեն, ես վստահ եմ, որ եւ գյումրեցիները, ոչ թե վստահ եմ, ես երաշխավորում եմ, որ եւ գյումրեցիները եւ փարաքարցիները ազատորեն իրենց կամք արտահայտելու հնարավորություն կունենան։ Մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք մենք ի գիտություն ենք ընդունելու եւ ժողովրդի ասածը մեզ համար օրենք է։ Իրանք թող տեսնելով եւ հենվելով փաստերի վրա կայացնեն իրանց որոշումը, ոչ թե մեր։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հաջորդ հարցի համար Աննա Գրիգորյան, համեցեք։ Խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը, որը հողի վրա որևէ կերպ խաղաղություն չի բերելու, այսօր հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվել է կառավարությունում ԿՊ խմբակցության հետ անվտանգության խորհրդում։ Ցավոք եւ ողբերգությունն այն է, որ ձեր կայացրած որոշումները միայն այդքանիդ վրա չի, որ տարածվում է։ Ձեր կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն դուք որպես ով եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Դուք նման լիազորություն չունեք։ Հաջորդ հարցը։ Ցանկացած բանակցություն ենթադրում են փոխզիջումներ։ Այս հարցը մենք շատ անգամներ ենք հնչեցրել, երբեք չենք ստացել սրա պատասխանը։ Վերջերս հարցազրույցի ժամանակ դուք ասում եք, լավ է ինչա զիջել, որ Հայաստանի Հանրապետությունը, թող ասեն ինչա զիջել Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ սխալվում, չէ՞, նման հարցադրում էիք հնչեցնում։ Հիմա ես ընդհանրապես մի քանիսը թվարկեմ, որից հետո ես կակնկալեմ, որ գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին։ Չի հրապարակվել մինչև այսօր։ Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես հենց Սյունիքի այդ սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Հիշում եք, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի, ու կանգնում էին, ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։ Զիջվել է Կապան-Ճակատեն ճանապարհը,
Տավուշում առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու եւ կանոնակարգի հաստատման զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ դրա փոխարեն գոնե 1 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ չի դեօկուպացվել։ Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, որպես մարտով կարդացել է այդ թուղթը, կար առաջարկ վեճերի լուծման համար մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է եւ հետեւաբար դա դուրս է մղվել բանակցային Շնորհակալություն։ Ես ավարտեմ, քանի որ շատերը շատ խոսեցին, կարծում եմ մի կես րոպեն չի խանգարել։ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ։ Մինչև այսօր չեք ստացել։ Ավելին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, նույնիսկ 2022 թվականից հետո։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի, որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա։ Զիջում չի սա։ Իհարկե զիջում։ Մինսկի խումբը, երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը, միջազգային ատյանները, ինչպես ասում են, վապրոս նա միլիոն, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գրիգորյան, ուղղակի խնդիրը հետևյալն է, եւ սա չեմ ասում անձնային մակարդակում, այլ ավելի ընդհանրական մակարդակում եմ ասում, որ երբ որ մենք մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, որ գիտենք ինչի մասին ենք խոսում։ Տեսեք դուք այն ինչ որ տեսեք ինչ ասցիք նոյեմբերից հետո իմ հրամանով ինչ որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում եւ ես շատ լավ Ինչա տեղի ունեցել զորքերը կանգնել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի վրա։ Դուք ասացիք, որ անվտանգային խնդիրներ են առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ են կանգնել։ Այդ են եզակի հատվածներից է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այսքոմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել։ Մի հատ դեպք է եղել, այս վերջին հայտնի դեպքը, որտեղ էլի շատ բան իրավիճակ էր։ Մեծ հաշվով ոչ մի հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան կապան օթանավը թռնում է եւ վերադառնում է։ Այսինքն ես ինչի համար եմ այս օրինակը բերում։ Ասելու համար թե ինչ նկատի ունեմ, ասելով եւ որ երբ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է համոզված լինենք կամ առնվազն հոգ տանենք համոզվելու, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում, որովհետև ձեր ասած գործողությունները չանելն է, որ բերելու էր անվտանգային մի այնպիսի հետևանքների, որի մասին խոսելու առիթները չգիտեմ որտեղ են լինելու։ Այդ որոշումները, որ կայացվել են ճիշտ, կայացվել են հիմնավոր եւ կայացվել են ապահովելու համար անվտանգությունը եւ ծառայել են իրենց նպատակին, այս է ամենակարևորը, ծառայել են իրենց նպատակին։ Այդ հատվածում, որտեղ դուք ասում եք, հրադադարի ռեժիմի խախտման մի դեպք չի եղել 2020 թվականի այդ ձեր ասած որոշումը կայացնելուց հետո։ Ինչ? Հա Դե դա գիտեք հիմա ես բան չեմ անելու, էլի կներեք, էդ էլ հասարակագիտության 7-րդ դասարանի դասագրքի դասա, այդ դասը ես չեմ կարծում, թե պետքա հիմա բան անեմ։ Տամ այդ դասը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի լիազորություններ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշում եւ իրականացնում է կառավարությունը, այդ ստորագրած թուղթը ստուգման ընթացակարգեր ունի սահմանադրական դատարան, ազգային ժողով, էլ չեմ ասում, որ դրանից դուրս Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ ժողովրդի իր կամքը ցույց դնելու եւ իր կամքը քաղաքական իրողություն դարձնելու հնարավորություն ունի։ Այդ բանի տեսական օթից վերցրած տենց ինչ որ պաթոսով, բան ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ տենց ինչ որ ցնցվելով, բանանելով, տենց ինչ որ բանի պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ինչ, ձեզ թվում է թե այդ պաթոսի ձեր ասացի, այսինքն մերկությունը թաքցնելու եք։ Եթե թվում է սխալ է թվում։
Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք։ Միակ բանը, որ կարողանում ենք խմել, այստեղ ջուրն է։ Հաջորդը։ Եթե ձեր իշխանության 7-րդ տարում դուք նոր սկսել եք կրթվել, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք մեղադրել ինձ կամ մի ամբողջ ժողովրդի, որ դեմ է, որ դուք գնաք ստորագրեք մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղյակ չի։ Կրկնում եմ, ինչպես դուք եք ասել, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Հայտնեք իրական իշխանությանը, ինչ է տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ մեզ լսող քաղաքացիներին հետևյալն ասել։ Ես իհարկե կարող եմ շարունակել խոսել նրա մասին, թե ինչ զիջումներ եք դուք իրականացնել, ու դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այդ ցանկն անվերջ է։ Դուք շատ լավ գիտեք, թե նոյեմբերի 9-ից հետո դեկտեմբերի 17-ի հրամանը ինչպես է ձևավորվել։ Ես պետքա ձեզ հիշեցնեմ արդյոք, որ այդ նույն հատվածը, որ ասում եք շատ անվտանգ է, իրականում անվտանգ չի եղել։ Ներքին հանդում առաջ խաղացում է եղել, կրակոցներ ա եղել, նոր տարածքների գրավում ա եղել, Սև լճում։ Ես հիշեցնեմ են ողբերգական ու ամոթալի տեսարանները, երբ որ ադրբեջանցիները գալիս էին ու իրենց ընդհանրապես հովիվներ դիմավորում կամ ձեռնամարտի էին բռնվում մեր զինվորների հետ։ Այդ ամեն ինչը մոռացել եք։ Շատ հեռու անցյալում չի եղել, դա այդ ամեն ինչը իրականություն է եղել։ Եվ հաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է։ Ու ամբողջ ողբերգությունը նա է, որ դուք ընդհանրապես խաղաղության մասին չեք մտածում։ Բացառապես թղթի մասին եք մտածում, որի վրա միգուցե խաղաղություն բառը կլինի, բայց ընդհանրապես վերարտադրման իրական նշանակություն կունենա։ Տիկին Գրիգորյան, դեղ խմելու մեջ ամոթ բան չկա։ Այսօր առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած իմ էլա ցավում, ուզեի նորից խմեի։ Առիթ էր լավ, լեգիտիմացրիք։ Տեղապահը չի նստում տեղը, ասի կարևորը տեղս նստեմ, այս ժամանակը գլորեմ, տենամ ինչ արնում։ Այդ ժամանակը պետք է իմաստավորված օգտագործվի։ Եվ ես կարծում եմ, որ այդ ժամանակը իմաստավորված օգտագործում եմ, այդ թվում այդ բանից, դե գիտեք ինչ, այդ մենակ ձեր խմբակցությունում է եւ ձեր քաղաքական ուժում է, որ բոլորը ծայրահեղ կրթված են ու դե դուք բան եք տենց այդ ինչ վունդերկինդների խմբակցությունն եք, ձեզ դուք կարիք չունեք կրթվելու, դուք տենց էլ մնացեք այդ նույն կետի վրա։ Ինչ վերաբերում է պայմանագրի բովանդակություն, ասում եք մարդիկ չգիտեն, չկա տենց կետ, որի մասին մարդիկ չգիտեն։ Այդ սուտ ֆեյք տեղեկատվություն է։ Բոլոր կետերի մասին մարդիկ, բավար չգիտեք կետերի մասին, ինչ գիտեք, որ բան եք դա հայցեր ենք հետ վերցնելու։ Ինչ գիտեք։ Բա ինչ եմ հայտարարել։ Բա ինչու եմ հայտարարել այդ դեպքում։ Հայտարարել եմ, որ ոչ մեկ հանկարծ դրա մասին չիմանա։ Բա որտեղից գիտեք, երրորդ կողմերի ուժեր կանգնելու են, թե չեն, որտեղից եք իմացել։ Դալիճում լրություն, կողմնորոշվեք, ձեզ էլ ժամանակ տվեց, հետո դուք մի քիչ էլ ավել ժամանակ խնդրեցիք, հետո ժամանակի տեղապահը ես եմ, թողեք ես կգիտեմ ինչ եմ։ Ներքին, ուրեմն այն կետերում, որտեղ եղել է էսկալացիա, այն կետերը չեն, այդ կետերը, այդ փաստաթղթի տիրույթից դուրս են։ Այն կետերը, ես պաշտոնապես ասում եմ, այն կետերը, որ այդ փաստաթղթի տիրույթում են, 2020 թվի այդ դեկտեմբերի 17-ից էսկոմ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի եղել։ Եղել է մենակ մի դեպք, այդ դեպքում ոչ թե մեր հովիվը ոչ թե դիմավորել է, այլ մեր հովիվը անցել է, սահմանը անցել է, շուն եւ այլն, հա? Չէ, դա այդ չի։ Ինչ վերաբերվում է ձեռնամարտին հովիվներին դիմավորելու, այդ հովիվներին դիմավորելու եւ ձեռնամարտի մասով մի շարք, այդ թվում բարձրաստիճան եւ նման դրվագներով բարձրաստիճան զինվորականներ քրեական գործերով անցնում են, դուք օրը մի քանի անգամ իրաց մասին խոսելիս ասում եք հերոսները։
Բա իրանց ինչի չեք ասում, այդ ինչ վիճակ էր այդ տարածքում, որ մի հատ էլ բանը հովիվները պետք է դիմավորեին։ Բա դուք ինչով եք զբաղված։ Բա դեր գործի անուն ինչ է։ Բա ինչի եք ինձ դարձնում քաղաքական հալածյալներ։ Ինչի չեք բան անում։ Բա այդ մեզ հələ առաջարկում եք գնդակահարել եք հասկացանք։ Բա իրանց ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ինչի չեք այդ դասալիքներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Այդ վախկոտ փախածներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր հրահանգով էին փախնում, որ Հայաստանում բան անեիք, քաղաքական պրոցեսներ հրահրեք, բա ինչի եք քաղաքական բանտարկյալներ կամ իրանց քաղաքական հալածյալներ համարում։ Լրություն դահլիճում, պարոն Մանուկյան, տեղից չենք խոսում։ Տեղից չենք խոսում։ Տեղից չենք խոսում։ Պարոն Օհանյան, տեղից չենք խոսում։ Պարոն Օհանյան, դադարեցրեք։ Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալ եմ կառավարության հարգելի գործընկերներ, հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ գուցե լավ եղավ որ ես հարցս պետք է ձեզ ուղղեմ Տիկին Գրիգորյանի հարցից հետո, պարոն վարչապետ, անշուշտ խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած քննարկում, որոշում, պայմանագրի նախագիծ կամ արդեն վավերացված պայմանագիր, բայց այս օրերում եւ ընդհանրապես տարածաշրջանում եւ աշխարհակաղակական